Պատրաստելու եմ թարմ բանջարեղենով գունագեղ նախուտեստ։ Հիմա կտեսնեք ինչպես։ Նախ պատրաստեմ սոուսը։ Ինձ անհրաժեշտ է 50 գրամ կարագ։ Կարագը հալեցնում ենք։ Ավելացնում եմ 1 գդալ ցորենի ամբողջահատիկի ալյուր եւ խառնում եմ։ Բարակ շիթով լցնում ենք կաթը եւ շարունակում ենք խառնել, որտեղ հենց կաթը լցնում ենք, սկսում է պնդանալ սոուսը։ Մինչ եռում է կաթը, ես նախապատրաստեմ բանջարեղենը, քանի որ ես ռոկֆոր պանրով եմ պատրաստելու սոուսը, համեմունքներ գրեթե չեմ ավելացնում, որտեղ ռոկֆորի համը շատ համապարփակ է եւ ավել ոչ մի բանի կարիք չի լինում։ Ուղղակի դնում ենք ռոկֆորի կտորները։ Վերջ, մեր սոուսը պատրաստ է, հենց սառի ավելի պինդ է լինելու։ Դրա համար չսխալվեք եւ չթողնեք եփվելուց հետո արդեն շատ պինդ լինի կաթսայի մեջ։ Հրաշալի էր։ Սեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ, ուղարկեք այս բաղադրատոմսը ձեր ընկերոջը, իսկ ես շատ գոհ եմ ինձանից։